պետք է մենք իմանանք, որ այդ միջոցառումը հայտնի ֆուտբոլային խուլիգանություն, այդպիսի հին տերմին կա եւ այդ դպրոցը մենք անցել ենք հայտնի են անգլիացի ֆուտբոլասերները դա ուղղակի աղետ է եղել եվրոպացիների համար մայր ցամաքի հյուրընկալողների համար անգլիական թիմերին դա եղել է լուրջ ոստիկանական նույնիսկ զորամիավորների միջոցառումներ են վերածվել, որովհետև ջարդուփշուր են արել անկախ նրանից հաղթել են, թե պարտվել են անգլիացիները։ Դա հայտնի բան է։ Ու մենք պետք է իմանանք, որ մեր մոտ, այո, եւ Հայաստանում կարող է այդպես լինել, որովհետև այդ ֆան կոչվածները ամբողջ աշխարհում հատուկ միջոցառումներ են։ Այ հավաքում են այն խուլիգաններին հակում ունեցող ասենք զգացմունքային, պասիոնար, լումպենական զգացմունքներ ունեցողները այդ զանգվածային միջոցառումների ժամանակ հավաքվում են միտեղ։ Պատկերացրեք 10,000, 20,000, 50,000 հոգի հավաքվում են այդ բանը տեղում, ամբողջային ինչ-որ բան է տեղում ու հատուկ էմոցիոնալ, զգացմունքային վիճակի գտնվող մարդիկ ակտիվանում են։ Եվ մեր մոտ դա կարող է լինել, եւ դրսում մերոնց հետ կարող է լինել։ Իմանանք, որ դա վտանգավոր միջոց եւ ընդհանրապես վտանգների մասին ոչ միտեղ անվտանգ չի։ Այ մեր տունը, մեր օջախը, մեր հայրենիքը մեր համար պետք է լինի անվտանգ, բայց այդպես չի, մենք պետք է միշտ զգոն լինենք։ Ուրեմն նախ սպորտի մասին։ Իհարկե մենք ունենք հակառակորդներ։ Մենք պետք է իմանանք, որ ամեն առիթ կարող են օգտագործել մեր հարաբերությունները մեզ վարկաբեկելու համար, վնասելու համար, մեր հարաբերությունները հարևանների հետ կամ դրացիների, չասեմ, որևէ երկրում փչացնելու համար։ Պետք է մենք զգուշ լինենք։ Մեր վարկանիշը իջեցնելու ընդհանրապես խոցելի դարձնելու համար։ Իհարկե վարկանիշը իջնում է։ Սա նաև երկուստեք վտանգավոր եւ Վրաստանի համար է դա վտանգավոր, որպես ընդունող երկիր։ Նրանք էլ պետք է իմանան, որ վտանգավոր միջոցառում է, հատուկ միջոցառում է անցկացվում 10,000 հոգի ոգևորված, վրդովված կամ ընդհակառակը ուրախացած այդ մարդիկ չափը անցնում են նորմայի չափը։ Այսինքն փաստ է, որ սա դրանք է։ Սա դրանքը մենք պետք է իմանանք, որ սա դրանքը մեզ ուղեկցելու է։ Նախ ցավոք չընդունենք դա։ Եղել է եւ Վրաստանն էլ պետք է մխիթարենք, ասենք ոչինչ, հնարավոր է որ մեր մոտ էլ լինի սրտներիդ մոտ մի ընդունեք։ Մենք գիտենք, որ այդպիսի բան լինում է։ Կարևոր եթե կան լուրջ պատճառներ մեր հարաբերությունները, որպեսզի լինեն լարված, ուրեմն առիթ կա միշտ առիթ լինելու է։ Տրանսպորտի հետ կապված առիթ կլինի, մաքսատան հետ, աղետի հետ, էթնիկ ծագումով քրեականների հետ։ Հիմա օրինակ Ռուսաստանում կամ Եվրոպայում գիտեք, որ ծագումը չեն նշում հանցագործության։ Եթե օտարերկրացի հանցագործը ընդունված է, հենց որ օրինակ մենք լսում ենք, որ Մոսկվայի կամ չգիտեմ որ քաղաքում ծանր հանցագործություն է տեղի ունեցել ու անուն ազգանունը չեն ասում կամ չեն ասում Իվանովը դա արեց։ Ուրեմն ազգային փոքրամասնություն է։ Նույնը եւ Ֆրանսիայում կամ Բրիտանիայում, Ամերիկայում էլ չեն ասում ռասան աֆրոամերիկացի է թե չէ։ Թաքցնում են, որովհետեւ դա չի։ Դեռևս Լենինը իր ժամանակ բան է ունեցել, ասում են, որ Ռաբինովիչը շորթեց, ասում է չի կարելի ասել Ռաբինովիչը շորթեց։ Այսինքն հրյան շորթեց։ Չէ, ասում են, որ հանցանք է, շորթման ակտ է տեղ ունեցել, այսինքն երբ որ փաստաբան է եղել Լենինը։ Այսինքն ես կարծում եմ, որ պետք է մենք դա չքաղաքականացնենք։ Մեր հարաբերությունները Վրաստանի հետ չեն կարող այդ պատճառով փչանալ։ Չպետք է փչանան, որտեղ մեզ շատ ավելի լուրջ մշակութային, արժեքային, քաղաքական բաներ են միավորում հիմա եղել է հանցագործություն է եղել կամ թյուրիմացություն է եղել, հարկավոր է ձեր ասացի նման էջը փակել անցնել, այո, սա դրանք է փորձը կարող էր արվել։ Եվ հակառակորդ ունենք, առաջինը որ դա ում է պետք։
ում էր դա պետք, ով էր ուզում, որ վատ բան լինի, ով էր ուզում, որ մեզ հետ վատ բան պատահի, Դե մենք անմիջապես Ով էր ուզում վրացիների հետ սլաքները վատ ուղում բան։ ենք Դա գիտենք։ ադրբեջանցիների վրա։ մենք գիտենք, մենք ունենք Հելսինկյան ակտից հետո այդ նոր աշխարհակարգը, որ կար, կոչվում էր 3K, crisis, conflict եւ մի բան էլ կար, crisis, conflict եւ երրորդ կնինչն էր, Կգտնենք, դուք խոսեք, ես ընթացքում ուրեմն, ես էլ այսինքն կողնորոշեմ։ 3K-երը համարում էին, որ ոչ մենք մերժում ենք կոնֆրոնտացիա։ 3-ը crisis, Հակամարտություն։ conflict եւ այո, դկայով էր էլի լատիներեն կոնֆրոնտացիա։ Այսինքն այդ 3-ին դեմ էլ Հելսինկյան ակտը եւ նոր աշխարհակարգը կոչված էր այդ 3K-երի դեմ պայքարելու համար։ Հիմա մենք հայերս ունենք 3K, 3 կով, կարմիր կով, կարմիր կովը կաշին չի փոխում։ Մեր բանահյուսության մեջ կա։ Երրորդ կովը կթան կով եւ էլ ինչ կով կա սրբազան կով։ Սրբազան կով ձեռք չտալ, դա անձեռնամխելի է։ Հիմա մենք կովերից վերցնենք կթան կովի գաղափարը։ Մենք անընդհատ կթան կով ենք ման գալի, որ կթենք։ Այսինքն Ռուսաստանը մեր համար կթան կով է եղել։ Այ հիմա բոլոր այդ ռուս-թուրքական, ես հիմա արդեն չեմ ասում ռուսամետներ, ասում եմ ռուս-թուրքամետներ, որտեղ Ռուսաստանը միայնակ չի Հայաստանում։ 1921 թվականի մարտի 16-ից ռուս-թուրքական հարաբերություններով է կարգավորվում հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերություն, այսինքն եռյակ է։ Այ եռանկյունի կա։ Մենք այստեղ հենց որ ասում ենք պրո-ռուսական, պետք է ասենք պրո-ռուս-թուրքական, որտեղ նրանք միասին են, նրանք ունեն հատուկ դաշինք, հատուկ հակահայկական դաշինք, այդ դաշինքով պարտավորվել են կողմերը ճնշել հայկականությունը, երկիրը կիսել Արաքսից աջ, Թուրքիային Արաքսից ցախ Ռուսաստանին, ազդեցության գոտի։ Հիմա ու մենք անընդհատ մտածում ենք, ահա, եթե դրանք կիսեցին, մեր հայրենիքը նվիրեցին թուրքերին, ինչ մենք կստանանք, թող ռուսները գան մեր համար կռվեն, թող ռուսները գան մեր անվտանգությունը ապահովեն, ու գնում ենք 300,000 զոհ ենք տալիս, Բերլին ենք մտնում։ Պատկերացնում եք ինչ թվեր են, մենք մտածում ենք, որ այ Իվանը կգա կկռվի թուրքերի դեմ, կկռվի թուրքերի թշնամին է, իսկ մենք խոզվոդում կծառայենք, խլեբարես կլինենք, խլեբարեզի հոգեբանությունը կա, այ կթան կով լինի։ Հիմա կովը ուզում ենք փոխել, այս կթան կովից, քան որ կովը կաթ չի տալիս այլևս, ռուս-թուրքական կովը մեզ այլևս կաթ չի տալիս, չի ուզում տա, չունի, կամ չի ուզում։ Ասում ենք, իսկ Եվրոպային չենք կարող կթել։ Գնանք թող Եվրոպան մեզ կաթ տա, թող մեզ պաշտպանի, տեխնոլոգիա տա, գաղափարներ տա, կրթություն տա, հովանավորի մեզ, այ ֆուտբոլ խաղանք, խուլիգանություն անենք, մեզ չպատժեն, ֆուտբոլ խաղալ սովորեցնեն։ Ես կարծում եմ, որ այդ հոգեվիճակից պետք է դուրս գանք, մենք կթան կով չկա, Եվրոպան կթան կով չի, են 3 կան, ես ասացի չէ, հիմա այս 3 կան, ոչ սրբազան կով կա, ոչ կարմիր կով կա, կաշին չփոխող, ոչ էլ կթան կով կա, մենք պետք է մեր անվտանգությունը ապահովենք, մեզ կօգնի Եվրոպան, իր շահերից ելնելով, Եվրոպան շահ ունի այս տարածաշրջանում, թե չէ, եթե Եվրոպան շահ ունի, Տիկին Գայանե, ուրեմն մենք ուզենք, թե չուզենք, ինքը մեզ օգնելու է, իր շահը, այսինքն մենք հիմա շահընկեր ենք, մենք գործընկեր ենք Եվրոպային, թե չէ, հիմա այնպես է ստացվել, զարմանալի էլի տգեղ է նույնիսկ, որ մենք սև քարերով ենք խաղում շախմատը, առաջի քայլը նրանք են արել, այսինքն Եվրոպան նախաձեռնել է, աջակցությունը ինքը առաջարկում է, ինքն է ասում, գամ, դիտորդ ուղարկեմ, զսպեմ, հիմա նորից գիտեք, այսօր վաղը, արտաքին գործերի նախարարը Թուրքիայի
կանչվել է այնտեղ ստոմատոլոգի մոտ, ատամնաբուժի մոտ։ Վաշինգտոնում է Հա, գտնվում։ կանչել են ատամնաբուժի մոտ են կանչել են միջանցքում կարգավիճակը Թուրքիայի այնպեսին է մանավանդ Ստամբուլը դարձել է բախման կրիզիսի կոնֆլիկտի կենտրոն է դարձել ինչ որ մենք Դե երազել ենք։ պարզ արդեն հեղափոխության մասին են Հա, խոսում։ այսինքն դա Եվրոպան իջավ Թուրքիայի կարգավիճակը չեք կարողանում կարգավորել։ Ձեր մոտ ժողովուրդը 14 միլիոն ընտրող կարծիք ունի։ Դուք չեք կարողանում հաշվի առնել։ Այդ դա է ասում աշխարհը։ Ստամբուլը եւ Անկարան քաղաքները, մայրաքաղաքները հետաքրքիր չէ երկու ռոմները Սանկտ Պետերբուրգը եւ Մոսկվան ասում են ինչ են ուզում թույլ տվեք թող ընտրությունների միջոցով կամ խաղաղ ցույցի ինչ եք ճնշում ցույցը դա գիտեք չէ բոլոր տեղերում կարգ է եթե մի քանի միլիոն մարդ դուրս է գալիս փողոց ուրեմն ճգնաժամ է ուրեմն պետք է իշխանությունը հեռանա մի քանի միլիոն մարդի կարծիքը օրենք է օրենքը դա է Եթե չի կարողանում ջարդի եւ ջարդ արգելված է նրանք են իշխանության աղբյուրը դա Հռոմն է չէ Պոլիսը Կոստանդնուպոլիսն է Բյուզանդիան է դա Հռոմն է Հռոմը ժողովրդի կամքը ուրեմն ուզում ասել որ հիմա մեզ համար տեսեք ինչ հարմար բան է այնտեղ կանչել են ասել են ինչ եք անում այ մենք այո ես պարոն Զեյնալյանի նախադասությունն էր, չէ, որ այնտեղ անվտանգություն։ Նրանց անվտանգությունը այստեղ է սկսվում։ Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Հայաստանում։